Հերթական հարվածը Հայաստանի Հանրապետության քաղաքացու գրպանին այս անգամ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումով։ Եթե որոշումը կայացվի, նախկին 38 դրամի փոխարեն քաղաքացին պետք է էլեկտրաէներգիայի համար վճարի 41.85 դրամ։ Մենք որպես հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողով ունենք հստակ ամրագրված գործառույթներ օրենքով եւ համաձայն այդ գործառույթների պարտավոր ենք ապահովել մեր լիցենզավորված ընկերությունների ֆինանսական կայունությունը։ Թանկացման հիմնավորումը ավելի քան համոզիչ չէ, ըստ պաշտոնական վարկածի էներգետիկ համակարգում 20 միլիոն դրամի ճգնաժամ է առաջացել, որը չգիտես ինչու պետք է լուծվի շարքային սպառողի հաշվին։ Պարոն Նազարյանը վստահեցնում է, հանձնաժողովը նաև սպառողի մասին է մտածել։ Եվ լավ ենք մտածել, եթե նրանց հայտերը դուք կարդաք ըստ ծախսային հոդվածների, կտեսնեք, թե ինչքանով է տարբերվում այն մեծություններից, որոնք մենք համարել ենք չհիմնավորված եւ մերժել ենք։ Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամները երեկ արդեն հանդիպել են հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների հետ։ Մեկ տարվա ընթացքում 40% էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը նրանք անընդունելի են համարում։ 2013 թվականին շուրջ 26% էլեկտրաէներգիան թարգացել է։ Եվ 2014 թվականին սա արդեն սպասվելիք թանկացումն է, շուրջ 10%, այսօր հասարակությունը գտնվում է ծանր կացության մեջ։ Նման գործառույթներով ծանրաբեռնել քաղաքացուն, դա նշանակում է, որ մեր երկրում աղքատությունը ավելի մեծանալու է, գնաճ է տեղի ունենալու։ Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեպքում գնաճ է կանխատեսում նաև իրազեկ եւ պաշտպանված սպառող հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը։ Նա անգամ չի ուզում պատկերացնել, թե ինչ հարվածտա կհասցնի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Այսօր առավոտից նա ուսումնասիրում է հանձնաժողովի տրամադրած պարզաբանումները, գումարում է, հանում, սակայն չի հասկանում, թե ինչու էլեկտրաէներգիայի մեծածախ միջին գինը նախկին 16.4 դրամից դարձել է 18.83 դրամ, որը էլեկտրացանցերը նշում են որպես ինքնարժեք։ Պարունակել է ընդամենը մեկ թիվ, ոչ մի համեմատական նախորդի հետ չկա։ Առանձին բոլորի համար ներկայացրել են, հա, համապատասխանաբար։ Հրազդանի ջեք, Հրազդանի 5 կայան, Երևան ջեք, ոչ մեկում համեմատական չկա։ Նախորդի համար ենթադրեք 13-14-ի նկատմամբ ունեցել ենք սա, այդ իսկ պատճառով ունենք։ Շրջանառվող լուրերով էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա օգոստոսի 1-ից հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը համոզված է, ժողովուրդը իմաստուն է կհասկանա, իսկ նույն ժողովուրդը ասում է. Մարդիկ վիճակի չեն, չէ, որ մոծումներ անեն։ Եթե հերիք չի միատել նորից թանկացնում է։ Ժողովրդի համար շատ իհարկե ծանր վիճակ կստեղծվի նորից։ Գազը թանկացավ, սա նորից թանկանա։ Մենք մեղք ենք։